Բարեկամներ, Ռոնի Ղարբյանն Ղարբյան Ռուսիա Finance ընկերության կողմից այսօր հունիս 8 2025 թվականը բավականին նորություններ ունենք այս շաբաթին անցուդարձել այլ է նամանավանդ լուրեր կա ֆինանսավորման եւ տոկոսների մասին կենտրոնական բանկի ժողովը նայելու մի քանի շաբաթից երկու շաբաթից նախագահ Թրամփի եւ Իլոն Մասկի հարցերը ինչպես է խանգարում տուներին կամ մորգեջներին, եթե խանգարում է եւ անգործության լուրերն եւ այլն եւ ունենք նոր պրոգրամներ, նոր ֆինանսավորման լոնի ծրագիրներ, որ դեզի կարող է օգտակար լինի, բայց նույն ժամանակ ունենք հարցազրույցներ, որ ունենք մեծամասնություն ժողովուրդը Միացյալ Նահանգներում, ոչ թե միայն մեր հայրենակիցները, իրանց top 5-ից 10 հատ հարցերը կամ մտահոգությունները, որ ժողովուրդը ունեն բոլոր Միացյալ Նահանգներում, ամենաբարձր top 5 հատ կամ 10 հատ հարցերը, այդտենց պատասխաններ ունենք ձեր համար, որտեղ վստահ եմ դուք էլ այդ անձնավորություններից եք, շատ հետաքրքիր ծրագիր ունենք այսօր, շատ ավելի casual ձևի ենք փորձում մոտենալ եւ նայենք ինչ են կարող անենք։ Սկսելով headlines news, որ ամենակարևորն էր, որ ուրբաթ օրը կար, դա է non-payroll unemployment payroll-ն էր, այսինքն գործերը, որ ստեղծվավ, եւ շուկան սպասում են, որ 125,000 գործեր պետք է ստեղծվեր, բայց ստեղծվավ 139,000, ավելի շատ ինչ-որ գուշակում էին, անշուշտ էսի ավելի քիչ է, քան թե ապրիլին, որ 147,000 գործեր էր ստեղծվել, բայց նորեն, ինչ է նշանակում, ասպես ես ինչ լավ լուր, նոր գործեր ստեղծվել, շատ գործեր ստեղծվել, լավ լուր է, անշուշտ լավ լուր է, եւ այդ լավ լուրը դժբախտաբար թելադրում է, որ տոկոսները բարձր մնան, unemployment-ի տոկոսը մոտ 4.2%-ի հասավ։ Ուրիշ լավ լուրերից նույնս payroll-ի զեկույցի մեջ կար, որ wages եւ workers pay, այսինքն ամսավճարները կամ վճարները, ռոճիկները, որ ժողովուրդը ստացել են, մոտ 4/10-ի չափ բարձրացավ այդ ամիս, սպասում է շուկան 3/10 բարձրանալ եւ ընդհանուր տարեկան, որ նայում են, մոտ 3.9% տոկոսներ, ռոճիկները բարձրացել է տարեկան, որ սպասելիքն էր 3.4% պետք է բարձրանար year over year, այսինքն բախտատելով անցյալ ապրիլից մինչև այս ապրիլ եւ այս դժբախտաբար մայիսից մինչև մայիս եւ դժբախտաբար նորեն լավ լուրա ռոճիկները շատանում է եւ էսի մեծ սիգնալ է տալի կենտրոնական բանկին եւ շուկային ասելով որ որովհետեւ ռոճիկները բարձրանում է այսինքն ավելնոր փող այնելու ոչ ավելնոր բայց գումար այնելու ժողովրդի ձեռքը ուրեմն ծախսելու են եթե ծախսելու են ուրեմն շատ հնարավոր է it's possible հնարավոր է որ այս ավելնոր եկամուտը կամ գումարը որ ժողովրդի ձեռքը կա Երթա դեպի inflation concern, այսինքն նորեն սղաճ եւ թանկություն բերի առաջ, ինչպես որ COVID-ի համար ձրի փող բաժանան եւ ձրի տոկոսներով, ամոսնան 1% կամ 0%-ով, որովհետեւ գումար շատ կարի ժողովուրդը ծախսում են, այդ թանկությունը սղաճը բերավ առաջ, որ 8% է։ Տեսնում եք, լավ լուրը it could be a bad news։ Որ դրան գործերը ստեղծվավ միշտ որպես ամեն ամիս no exception Ելնո ավելի բժշկության շուկայում կամ մասնաճյուղում healthcare հասկացողության 62,000 գործեր ստեղծվավ եւ այսը կարող եմ ասեմ միջինը average որ արեն վերջի 12 ամսվա մեջ ամեն ամիս average-ը 44,000 գործեր ստեղծվել միայն healthcare department-ին է մայիս ամսվա ընթացքին Leisure and hospitality որ նոմա հյուրանոցներ եւ ճաշարաններ հյուրանոցները travel-ները 48,000 գործեր ստեղծվավ մայիս ամսվա ընթացքին որպես leisure and hospitality երբ պատրաստվում են
ամառվա արձակուրդների համար հունիս, հուլիս, օգոստոսի համար եւ սոցիալիստ ասիստենտները 16000 բայց մեկտեղ իջավ որ սպասելիքներ իմանում ենք պեկեյշներ դա էլ պետական գործերը government jobs մոտ 22000 գործերս դե իջավ որտեղ իմանում դոժը որ Իլան Մասկը այդ պատասխանատվությունը այսօր կարծեմ այլևս ոչ անցյալ շաբաթվանից որ բեկե քաթանին բյուջետը պաշտոնյաներին եւ survey-ն արի հարցազրույց են անում որ ընդհանրապես payroll-ի ընկերության կողմից որ այս պատասխանատվությունները տեսնեն որ household survey տուների մեջ որ հարցազրույց են արել տեսել են որ ընդհանրապես 696 հազար ավելի քիչ ժողովուրդ workforce-ի մեջ են այսինքն թե ընդհանուր միացյալ նահանգի հանենք սենիորները retire են արել, հանենք երիտասարդները որ դպրոցական են կամ աշակերտներ են կամ երեխաներ են, մնում այդ մեջտեղի մասը որ աշխատանքային ուժն է, աշխատանքային ուժը մոտ 700,000 հոգով պակսավ։ Էդի ուրիշ բաս, ինչու է պակսում այլ պատճառներով կամ որոշել են այլևս չաշխատեն, որտեղ ավելի երիտասարդ տարիքում retire արել է որտեղ տարիքով են հետո շոյտ ասեն 45 տարեկան ես եւ արդեն միլիոններ ունես եւ ուզում ես չաշխատես կամ աստված ոչ արած առողջության պատճառներով եւ այլն բայց full time պաշտոնյաները 623000 իջավ բայց part time-ները 33000 բարձրացան Ստա what լուրես unemployment-ին ուրեմն շուկան market-ը react անում այսինքն երբ որ սպասում են գործերը ստեղծվի, մարքեթը ասելով է, թե քիչ գործ ստեղծվի, էկոնոմին վատանում է, էկոնոմին խնդիր է, քան թե եթե շատ ստեղծվի, էկոնոմին լավ է։ Ինչպես ասեմ, լավ լուրը կարող է վատ լուր լինի, բայց ինչ է ելնում, անմիջապես լուրը դուրս գալու է, օքեյ, ուրեմն էկոնոմին լավ է, անշուշտ ուրիշ մանրամասերներ են կարդում, stock future-ը եւ treasury yield-ը, որ 10 տարվա treasury-ը, որ 30 տարվա վարկերը ուղակի հետևում են, ստակ բարձրանում են։ Երբ որ բարձրանում է, այսինքն տոկոսներն էլ հավասարաբար բարձրանում է։ Բայց բարեբախտաբար շատ major reaction ցույց չտվավ, շատ ավելի քիչ էր, բայց ինչ եմ ուզում ասածել եմ, որովհետև շուկան սպասում էր, որ պետք է 125,000 տեսնի բան գործ տեսնի 139, բայց նախքին ամիսները revise են անում, այսինքն էսի գալիս է արագ report-ը տալիս են, հետո մանրամաս մի ամիս 3 շաբաթ վրան աշխատում են նայեն որ դե սխալներ ինչեր կա, հետո փոխում են, ասում են կամ ավել կամ պակաս, բայց վերջի 2 ամսվանը original report-ից շատ ավելի պակաս այլ է։ Եվ այսի կենտրոնական բանկն էլ իմանում է, ինվեստորներն էլ իմանում են, որ այս թիվը չի նշանակում վերջնական, եւ որովհետեւ forecast-ը եւ ելնելիքը շատ մոտիկ էր իրար 10000 employment-ի 127-139 շատ մոտիկ է, կարող է վերջավորության հակառակ ելի սպասելիքից ցած։ Շուկան իմանում է, որ այդ revision-ը կարող է ելնի, այդ revise կարող է գացած, ամեն մարդ իմանում է, դա համար market-ը հատուկ reaction չի ցույց տվել։ Բայց հիմա այդքան կենտրոնական բանկը մենք ամենս նախագահ Թրամփը եւ ամեն մարդը տոկոսները իջացրու։ Անցյալ տարի 1% իջացավ։ Եթե հիշում եք կենտրոնական բանկի տոկոսը 5.5-ից 5.3 էր, COVID-ի ժամանակ 0 էր, 0-ից 1%, 1%-ից էլ պակաս, 0 էր, 0-ն բարձրացավ 5.3-ի 5.5-ի, իջացավ անցյալ տարի 4.5-4.3-ի, կենտրոնական բանկի շուկան եւ նախագահ Թրամփը ասում են եւս 1% իջացրու, որ ելնի 3.5-ից 3.3 լրիվ տարվա ընթացքին, բայց կենտրոնական բանկը անցյալ դեկտեմբերից մինչեւ հիմա բացի որ չի իջացրել, հակառակն էլ ավելի ուղղություն է տալի որ չէ պետք է իջացնեն։ Եվ ինչու չի իջացնում, ասում է ինձի փաստ տվեք, որ էկոնոմին վատացել է, էկոնոմիկ անգործությունը վատացել է, թիվերը ժողովուրդը բիզնեսները չեն շահում, նորեն արգումենտի հարց կա, կարող է մատ հայրենակից ասի իմ խանութս ոչ ոք ներս չի մտե ինչքան ժամանակ է։ Դա մեկ բան, նայում ենք ընդհանուր Միացյալ Նահանգների մասին ենք խոսում։ Բայց որևէ էկոնոմին եւ on top of it, որտեղ թերիֆների հարցը ապրիլին սկսել է,
արդյոք ազդեցությունը որտեղ ասեն lag ունի, այսինքն ինչ այլում, ինչ որ մասս խնդիրներ այլում էկոնոմի, ընդհանրապես տևում է 3-ից 6 ամիս, ավելի շուտ էկոնոմիստները ասում են 6-ից 12 ամիս, որ ավելի real է, 12 I think is pushing it, 6 ամիսը արդեն հստակ է, այսինքն եթե ապրիլին սկսերա, ես կարծում եմ, այսինքն թերիֆի հարցերը դեռ հետալ գալ ունեն դեռ վերջնական չի, բայց ինչևից է թերիֆները արդեն աշխատանքի անցել են եւ իրար charge անում են այդ ֆիերը։ So եթե ապրիլին սկսերա մինչև սեպտեմբեր այլևս պետք է 6 ամիս այլում հստակ արդյունքը պարզ ելնի, որ ինչ այլում։ Կենտրոնական բանկը ասում է, որ այս թերիֆների պատճառով կարող է սղաճը թանկությունը մինչև 3.5%-ի հաշվին, որ հիմա 2.5%-ի վրա են, որ ուզում են 2 լինի։ So կենտրոնական բանկի ժողովը, որ ելնելու է հատուկ շուտով 2 շաբաթ հետո, չեն կարծում, որ կենտրոնական բանկը տոկոսները պետք է իջացնի, ու ներողամիտ կլինեք, չեն կարծում, որ տոկոսները պետք է իջացնի, եւ առաջ մեր շուկան ասում է սեպտեմբերին կարող է իջացնի, which is more likely, makes sense, ինչու սեպտեմբերին անշուշտ, որտեղ այդ 6 ամսվա lag-ն է որ հայտնի անելու։ So այս report-ը, որ դուս եկեք գործերի համար, որ ցույց է տալի, որ գործերը դեռ զորավոր ուժեղ ստեղծվում է եւ կա economic headwind, այսինքն տեսնում ենք, որ շատ մեծ խնդիրներ չենք տեսնելու economy-ի վրա։ Ուրեմն տեսակ կարծեմ slide-ն էլ ունեմ, բայց անիմաստ է slide-ը հիմա ցույց տալը, որ այս գործերը որ դեր ստեղծվել, բայց էլ հստակ էլա ձեր համար, որ երբ որ լավ լուր է, 10 տարվա treasury-ին բարձր են պահում, եւ որ 10 տարվա treasury-ին բարձր է մնում, որտեղ նայում է forecast, այսինքն էկոնոմին պետք է լավանա, եւ դա վրա արդեն տոկոսներին չի փոփոխություն դե։ Հիմա տոկոսի մասին կասեմ, որտեղ էս ունեմ։ Ուրեմն վերջի 2 ամսվա ընթացքին, բայց մեկ քիչ ավելի երկար, 2-ից ավել, բայց մոտ արապես բոլոր search engine-ների վրա ելնի Google-ն անում ժողովուրդը, ելնի Redfin ու Zillow եւ այլն, ինչ-որ search են Yahoo եւ այլն, եւ ժողովուրդը հարցեր են, նայեր են, տեսել են, որ մեր ընկերությունը հավաքել ենք այդ data-ն, որ ամենանց top հարցերը, որ այսօրվա ժողովուրդը բար տուն առնողը կամ տուն ունի refinance անողը ինչով է հետաքրքրված, ինչը հարցումները, որ մենք այդ հարցումներից վստահ եմ դուք էլ այդ ժողովուրդից եք կազմում, կարողանանք ձեր համար պատասխանենք մի քանի հատ։ Թիվ 1 հարցը 2025-ի թիվ 1 հարցումը, որ ամենամեծամասնություն տեղն է գրավել բոլոր այս search engine-ների, Google-ների վրա եւ այլն, is 2025 a good time to buy a home։ Ստա մասին անգամներ խոսացել ենք, բայց ինչ են անում։ Մեծամասնություն ժողովուրդը ավելի նկատի են առնում եւ հաշվարկ են անում, evaluate են անում ընդհանրապես, որ տեսնեն այսօրվա շուկան ինչ վիճակի մեջ է, ինչա վիճակ առուվաճառքին։ Օրինակ տոկոսները ինչա, արժեքները ինչա, ինվենտորին ինչքան է, եւ դա վրայից կարողանան որոշում տան, որ լավ ժամանակը դե ոչ։ Ինչպես իմանում ենք, զեկույցների մեջ, report-ների մեջ կա, որ ինվենտորին մեկ քիչ բավականին շատ բարձրացել է, տոկոսներն կարող եմ ասեմ, մոր բարձրանա, մոր իջնում է, բայց ընդհանրապես այդ չափու սահմանների մեջ պահպանվել է, բայց affordability, որ ամսավճարն է, որ payment-ն է, Էդի արդեն դեռ առաջմես բարձր է մնացի եւ չի իջե եւ էդի մեծ մտահոգություն է ժողովրդի համար։ Բայց ինչպես եմ ինվենտորին որ շատացել է, տեղեր կան Միացյալ Նահանգներում, որ արժեքները adjust են արել, ոչ թե իջել է, այլ adjust են արել, բայց դա համար շատ վատ լուր ունեմ ձեր համար, որ մեկից հետո ձեզի կասեմ, որ ինչպես է ազդում այս արժեք adjustment-ները շատ վատ ձևի ումի համար։ Երկրորդ
ամենաթիվ երկրորդ մեծ հարցումներից որ հետեթան պատասխանը տան ինչպես որ ասամ պատասխանը դա է որ ոչ թե 2025-ը լավ ժամանակ առնելու ամեն օր միջև հավիտենական լավ ժամանակ առնելու որովհետև ամեն օր դու եթե այդ օրվա շուկայի payment-ը կարող ես վճարես այդ օրվա տան payment-ը կարող ես վճարես ուրեմն there is no problem որովհետև տունը միակ investment-ներից է ոչ թե 30 տարվա վարկա ուրեմն 30 տարվա investment է ոչ տունը 50 տարվա investment է որովհետև դու առնում ես 50-ը չի 60 80 100 տարվա ինչու որովհետև դու առնում ես օրինակ 30 տարեկան ամուսնացել ես երիտասարդ զույգեր եւ մի հատ առաջի տունը առնում եք Եվ այդ տան մեջ 40 տարի էլ ապրեք, եթե վերջի տունն է, դե ոչ մյուսը տարբերություն չի անի, որ մինչև 70 տարեկան, դե ոչ 80 տարեկան, վերջապես չեք 90 տարեկան էլ ապրելու եք, այդ 50 տարի այդ տան արժեքը երբակայք 50 տարվա մեջ ինչ է ելնելու։ Եվ հետո ձեզանից հետո մինչև 120 տարեկան էլ եթե ապրակ, հետո տալու եք ձեր երեխաներին եւ իրանք էլ այդ ժամանակը ճիշտ կարծես չիչինգ այդ ժամանակը որ անցնում է այդ հարուստությունը որ այդ շենքի մեջ է թանկանում է այսինքն դու ոչինչ չանելով դու այդ տան մեջ քնելով քո հարուստությունը շատանում է առանցի աշխատես Պարզ է լավ այսինքն ճիշտ եմ կարողանում բացատրեմ so real estate investment-ը տուն առնելունը դա է դու արդեն ամեն օր գործի եթալու ես տուն ունենաս կամ չունենաս միայն այդ գործի եթալու ժամանակ ես տունը քնում ես այդ հարուստությանդ վրա որ թանկանում է ամեն օր ճանապարհին կունենանք այդ փոքրիկ ալիքները որ միշտ ենք ունեցել բայց երբեք չենք ունեցել փոթորիկ որ ջնջի Նույնիսկ 2008-ին էլ որ փոթորիկի հաշիվ էր, ոչ թե ալիք էր, նույնիսկ այն ժամանակ 20% ազդեցություն ունեցա, բայց այն ժամանակվանից մինչև այսօր 3 անգամ է բարձրացել։ 2008-ից մինչև գոնե 3 անգամ արժեքները բարձրացել։ 300%-ի մասին ենք խոսում։ Երկրորդ հարցումը How much do I need for a down payment? Մենք շատ եւ նորից երիտասարդներ եմ տեսնում ոչ եւ ամեն տարիքի ոչ թե միայն երիտասարդ դրսում տեսնում եմ նույն հարցում ինձ տալիս են 20% down payment-ը քիչ է down payment Այնագիսի թե $1 միլիոն տուն առնես այսօր $1 միլիոն եւ ունես միայն $30,000 որպես կանխավճար $35,000 ներողություն 1 միլիոնի պարագայում 40,000 այլնում, okay? Եթե 40,000 դու down payment-ի կանխավճար ունես, կարող ես քո համար տուն առնես, պետք չէ 20% ունենալ։ 3%-անոց ծրագիր կա, 3.5%-անոց ծրագիր կա, 5%-անոց ծրագիր կա։ Արդյոք վնասակար ծրագիրներ են, ոչ։ Մարդիկ ասում են, PMI ունի։ Mən թող գախնիկ ձեզի ասեմ, որ այս գախնիկը չեք զգացել շատ ժամանակը։ Ես որ տոկոսները ցույց իմ տալի ժամանակին կար։ Ուրեմն եթե 5% down payment ես ունում, կամ թե 20% down payment ես ունում, տոկոսի մեջ 1/8 ավելի լավ է, երբ որ down payment-ը քիչ է։ Դուք երբեք չեք իմանում էդի, չէ՞։ Նա secret է, որ ոչ ոք չի իմանում։ Նույնիսկ broker-ները չեն անդրադարձի եւ չեն հասկանում, որ ինչ է այդնում։ Շատերը չեն իմանում, իմանում են շատերը չեն։ So եթե տոկոսները 6.5-ը 20% down payment-ի պայմանների տակ 15, 5%, 10%, 3% down payment-ի 6.375 տեսնում 1/8 գոնե տարբերությունը։ Ինչու? Որովհետև այդ PMI, այդ ինշուրենսը, որ ապահովում է այդ վարկին, բանկը իմանալով ինշուրենս ու ապահովությունի տոկոսը ավելի իջացնում է։ Այդ ինշուրենսի ծախսը ինչ է մոտ
2/10, այդքան էլ չի ելնում, 1.5 ոչ թե 1.5%, 1.5, ասի 0.15, 0.18, 0.19, 0.2 քարոջակ, այսի լավ տող կրեդիտի մասին է խոսքը անշուշտ, եթե կրեդիտը լավ է, FHA-ը 8/10, 0.8, շատ մեծ է, բայց FHA-ի տոկոսը, որ մենք հետո կանդառնանք, եթե շուկան 6.5 է, FHA-ը 5.6 է, 5.7 է, այսինքն արդեն 3 տոկոսի տարբերություն կա, 8/10 էլ PMI-ը ավելացնում, նոր տոկոսը ելնում է ինչ-որ պետք է ելներ նորմալ պարագաներում։ Շատ բաներ կա, որ ավելի ժողովրդի համար, ինչ եմ ասեմ, it's more of a psychological aspect, քան թե ֆինանսավորման aspect։ Այսինքն ինչ, այսինքն ավելի ժողովուրդ հետաքրքրում, PMI ունեմ, ուրեմն չեմ ուզում, բայց արդյոք ավելի լավ է, արդյոք ավելի ձեռնատու է, դա նկատի չեն առնում։ Այսինքն mathematics-ը, economics-ը կարևոր չի, psychological-ն է, որ PMI ունեմ։ Որովհետև եթե այսօր դուք $1 միլիոն տուն առնես, օրինակ եմ տալիս թիվերը, եւ դնես 45,000 կանխավճար, 35,000 կանխավճար, եւ PMI այդ 1.5/10-ն PMI-ս վճարում տոկոսիդ վրա, բայց 3-4-5 տարի հետո այդ PMI հավիտենական չի կարող ես անես։ 3-4-5 տարի հետո այդ տարեկան, եթե 4% աճով արդեն շուկայում ամեն նախկին շաբաթներին ձեզ ասել եմ, forecast-ը որ տարին 4% պետք է արժեքները բարձրանա, մինիմում եւ այդքան արդեն բարձրանում է։ Դե ոչ 3%, բայց 4%։ Եթե 5 տարի անցավ վրայից 20% արժեքը տունինը բարձրացել է։ 15% արժեքը տունինը բարձրացել է։ Բայց եթե սպասում ես դու այդ 20%-ը save անես, արդյոք 5 տարվա մեջ կարող ես $200,000 save անես, որ down payment ասես PMI չեմ ուզում տամ, չեմ առնի տունը, կսպասեմ ինչով $200,000 եմ հավաքել, 1 միլիոնի 20%-ն է դում, եւ դա գտեվի քեզ ինչքան $200,000 հավաքելդ։ Այսինքն տարին պետք է $50,000 կամ $30,000 save անես։ Կարող ես դա անես, քան թե այսօրվանից առես մինիմում PMI-ը, բարձր լավ։ So anyway, 5-20% down payment-ը բոլորովին մեծ դեր չի կատարում որպես սպասելու համար, այսինքն 20%-ը մեծ դեր է կատարում, payment-ը քիչ կլինի անշուշտ տոկոս, բայց եթե պետք է սպասես համիջով այդ 20 ունենաս, ուրեմն կասեմ ոչ, եթե payment-ը կարող ես տաս 3-5% down payment-ով payment-ը կարող ես afford-ես, կարող ես վճարես, մի սպասի 20%-ը հավաքես։ Մյուս հարցումը ինչ է այսօրվա, what are the current mortgage rates, այսօրվա տոկոսների երրորդ ամենամեծ հարցումն է, որ հարցնում են ժողովուրդը, եւ ես 2025 թվականի վերջի քանի ամիսվա մասին է խոսքը, տոկոսները ինչպես իմանում ենք 6-երի մեջ է, որևէ բոլոր forecast-ները, Fannie Mae, Freddie Mac, economist-ները, National Association of Realtors, National Mortgage Association, բոլոր մասնագետները, որ էքսպերտներ են, ասում են 6-երի մեջ պետք է մնանք այս տարի։ Եվ մյուս տարի who knows։ Մենք դեռ սպասում ենք տեսնենք թերիֆի ազդեցությունը սեպտեմբերին ինչ կլինի։ Պետք է նոր նայում ենք տեսնենք որ այս ինֆլեյշնները, գործերը, անգործությունները ինչ կլինի։ Այնքան բաներ է պատահում, որ ուզենամ էլ մյուս տարվա վրա forecast անենք, չեն կարող, բայց մեկ բան, ինչպես նախկինում էլ ասամ, այդ 2-3%-ները, որ ունեցել ենք, չեմ սպասի դա for sure, not in my lifetime, հա, այդ ձևով ասեմ։ Չորրորդ հարցումը, շատ կարևոր հարցումը, շատ ուրախ եմ, որ այս հարցումը հարցնում են։ What is the first step in buying a home? Առաջին քայլը ինչ է տուն առնելու համար։ Oh my god, ստանք պետք է երևի իմ ծրագիրս վերջի 11 տարի է ձեզ հեռուստակայարանից ամեն կիրակի ձեր ծրագիր ունեմ, ամենից առաջի քայլը այդ տուն առնելու աշխատանքի համար ամենաառաջի քայլը նախքան որ տուն նայեք, նախքան որ
you have to get loan pre-approval. Եթե մենք որ loan-ի գործի մեջ եմ 34 տարի ֆինանսավորման ամեն mortgage lending մենք եթե qualified չանենք դու իշքան ուզում ես գնաս սիրուն open house-երը տես beautiful full of nice design ծառերով հոյակապ but who cares if you don't have a loan approval եթե cash է սարքում հասկաց So դար միգրանտ ուննայի եթե qualified չես։ Ունենք հայնակից ինձ email անում ես տուն ինչ այնի, well let's qualify you, կարող ես առնես, անիմաստ է տուն եթաս նայես, եթե qualify չես երես։ So առաջիտ քայլը տուն առնելու համար ինչ պետք է լինի, առաջիտ քայլը mortgage rate, mortgage pre-approval-ը loan-ը պետք է approve անես։ Դեպեսի Because budget հասկանում ես, what is your budget? How much you can տավրայես, կարող ես իմանաս ինչ են կարող առնենք, ինչ չեն կարող առնենք, ինչ նայենք, ինչ չնայենք, որ քաղաքում նայենք, որ քաղաքում չնայենք։ Եվ ավելի, ասեն, real, realistic սպասելիքներ ունենաս broker-ից, կամ քեզանից, կամ ընտանիքից։ Էլեր են շատ, որ ամուսիններ են, և տիկինը և ամուսինը, they're different levels։ Ինչու որովհետև սպասելիքները մեկինը քան թե մյուսինը realistic չի։ So բայց հետո ելերա մենք եկել ենք loan approval-ը արենք, այո դու թուղթով approve ենք արել, դու ամիսը $10,000 կարող ես վճարես։ Բայց տանձնավորություններին ասում ենք որ նայ 10,000 կարող ես վճարես, բայց տեսնում եմ երեխաները հայկական դպրո private school են եթում սիրում ես ճամփորդես Եվրոպաներ, մեքենաներ տամ։ So կարող է lifestyle-ի հարց է, եւ ասում եմ 10,000-ից մի առ 7,000-ից օրինակ։ Մյուս հարցումներից 5-րդ հարցն է, հետաքրքիր էր, էսի չիմ սպասում որ 5-րդ տեղը գրավեր, how long does it take to buy home? Ինչքան է տևում միջով մենք տուն առնենք, ժամանակի մասին է խոսքը։ Պաշտոնականը, որ էսի ուսումնասիրություն էլ էր, home buying process-ը անշուշտ միջև contract ես բացում, ընդհանրապես պաշտոնական ասում են 1-ից 2 ամիս, 30 օրից 60 օր, միջև փակվի։ Բայց լրիվ աշխատանքը առաջուց մինչև վերջ, որ միջև սկսել prequel-ը տուն առնենք, որ դա առնենք, եթե պարոն Ղարաբյանի հետ խոսանք եւ այլն, պետք է արդեն կապ ունի ձեր անձնական ինչքան բա։ Օրինակ հաջախորդ ունեմ տուն ուզում առնի, բայց շատ 2 ամիս մեկ տուն է նայում, վրաս չես։ Ունենք հակառակը, մենք հայնագիշ տուներ ուզում եւ առաջի շաբաթվա մեջ էսկրո բացանք եւ փականք մինչեւ 3 շաբաթ, այսինքն under 30 days տուն առավ։ So տարբերություն անում, բայց մեր ընկերության կողմից ինչպես եմ կարող ձեզ խոստանամ սենց, եթե loan approval-ը մենք 2 օրվա մեջ, օրվա մեջ loan approval-ը կարող ենք քեզի approve անենք, բայց կապ ունի ինչքան մաքուր եւ ինչքան շատ քո թուղթերը տալիս ես։ Այդ օրվա մեջ որ մեզի քո թուղթերը հանձնես, մենք 24 ժամ դե ոչ 48 ժամվա մեջ կամ նույնիսկ նույն օրը քեզի loan approval-ը կտանք։ Եվ այդ loan approval-ը ունեցանք, այդ մենք տուն նայելու, բայց որովհետև արդեն իմանում ենք մեր բաջեթը եւ realistic ենք նայում, օրինակ եմ ասում, ամիսի $5,000 քո payment-ի չափու սահմաններն է, մենք ուրեմն գլենդել տուն չենք նայում, որտեղ դե 5,000-ից տուն չկա, կոնդոմինիումներ կելնի, բայց տուն չկա։ So այդ մենք ուրիշ տեղեր նայել։ So realistic ձևով ենք նայում, որ կարողանանք չարենք։ So ինչքան է տևում Նորից ասեմ, այն օրվանից որ մենք pre-approval 24 ժամանակ առնենք, կարող ենք under a month դու փոխադրվես եւ ունեցել ենք անգամներ, որ մի ամսվա մեջ 45 օրվա մեջ մի ամսվա մեջ ելեր ասեմ միջով ծնունդը, միջով հարսանիքը, միջով նոտել են, երիտասարդի ու հարսանիք ունեն, տուն առեն, փակեր են միջև ամուսնություն։ Էսի մեր հայերի համար չի պատկանում այս հարցը, բայց շատ կարևոր հարցերից է ավելի շուտ, այո, մեր հայերին էլ է պատկանում, բայց պատասխանը մեկի տարբեր է ելնելու։ Ինչու տարբեր հիմա ասեմ։ Ասում եմ, որ հարցնում եմ, what are the hottest housing market in 2025։ Ամենից լավ
տակ քաղաքները մարքեթի շուկան որդրանք օտար ազգերի համար շատ հեշտ է փոխադրվել են մեկ քաղաքից մյուս քաղաք կամ նահանգից նահանգ այրս փորձում ենք մնանք մեր շրջակայքի մեջ ինչպես որ բայց մենք ունենք մեր եկեղեցիները եւ մեր դպրոցները ոչ թե միայն Կալիֆոռնիա ոչ թե միայն Լոս Անջելես ասեմ շատ տեղեր ունենք East Coast-ից մինչև միայն Glendale-ը չի բայց ինչևից է Glendale ասելով Լոս Անջելեսի մասին է բայց այս հարցումը գա որտեղ affordability հարց է այսինքն որտեղ կարող payment վճարես ուզածը տուն ուզածը նորեն չի նշանակում ճաշակի հարցը որ ես ուզում եմ infinity pool ունենամ view ոչ մարդկա որ 4 հատ երեխա ունի սո ուզես չուզես գոնե մինիմում 3 ննջասենյակ պետք է որ մատը տեր եւ տիկին մյուս երկու հատը երկուսի մեջ են երկու երեխա այսինքն մինիմումն եմ ասում դե ոչ 4 ննջասենյակ պետք ունի որտեղ երեխաները շատ են ընտանիքը մեծ է որ Աստված պայի I love it նրանք որ շատ երեխաներ ունեն, bravo իրանց, definitely it's a ամենից հաճելի մեհատ բան է, որ մարդ 4-5 հատ երեխաներ ունեն։ Ինչևից է։ So նայում եմ, որ դրանք են կարող affordability, այսինքն payment վճարելու հնարավորություն ունեն, որ դրանք կարող են առնեն, որ այդ ձևի կարողանան ապրեն, այսինքն որ դեն կարող ապրեն։ Եվ այս քաղաքները, որ Nashville Tennessee, Detroit, Michigan եւ Raleigh, այս քաղաքները ամենից շատ ժողովուրդ այս երեքի մեջ իմ առայժմ ես հետաքրքրված են եւ hotspot են հասկացողուչա։ Detroit-ը ելերեմ ես Raleigh ու Nashville չեմ ելե Detroit-ը շատ ծուրտ է ձմերտները շատ բայց մարդիկ վարժված են այն, բայց շատ արժանել է եւ բան է, եւ լավ, իսկ կոստա Ֆլորիդայի մոտիկա եւ այլն։ Ուրեմն այս հարցումի պատասխանը մեր հայերի համար։ Որ եթե ուզում ենք մնանք այս սահմանների մեջ, հայաբնակիչ սահմանների մեջ։ Ասեմ, որ մենք անպայման 100% Orange County, որ ամենից հեռուն է, չեմ ասում արժանոտ է կամ լավ, պարզապես ուզում հեռուության մասին ասեմ։ Orange County-ում համ ունենք հայկական դպրոց, համ ունենք հայկական եկեղեցի եւ հայկական խանութներ եւ ահագին բաներ, այսինքն հայություն բավականի կան։ Մեկ իջեցում ենք դեպի East Montebello-ի շուրջն դե հայություն, եկեղեցի, դպրոց, ակումբ, խանութներ։ Եթում ենք դեպի West, ունենք լրիվ Valley-ին տասնյակ դպրոցներ ու եկեղեցիներ եւ այլն։ So ոչ թե Glendale, Burbank, La Crescenta-ն հաբն է, երբ որ դուրս գաս միջով Sherman Oaks, Van Nuys, Encino, Woodland Hills, միջով Calabasas, բավականի հայկական այդ հայաբնակիչ թաղամասերը կան, սո միայն ստեղ չի։ Եվ լավ քաղաքներ եւ շատ հարկի եւ շնորհքին եւ կարգին քաղաքներ։ So definitely միայն Glendale-ի մասին չի, հոյակապ բաներ կան դուսը, հոյակապ քաղաքներ կան դուսը, հոյակապ տեղեր կան ապրելու։ Նախքան որ անցնեմ իմ ամենակարևոր լուրը, որ հետաքրքրում է լիստինգների համար բուն շատ մեծ պրոբլեմ է, շատ մեծ պրոբլեմ բոլորիդ համար, ուզում եմ մասին ուզեմ, նախքան էդի անելը ուզում եմ նայենք տոկոսները շաբաթվանը, մանավանդ ծրագիրները, որ փոխվեր է, նոր ծրագիրներ ունենք, սում են նայենք խնդրում եմ տոկոսները, հետո այդ շատ լավ լուր ասեմ, հետո լիստինգները խնդրում եմ նայենք։ Ուրեմն այստեղ refinance-ի համարյան եթե վարկը 300,000-ից 800,000 դոլար է, այս եւ credit score 781 եւ single family house տունի մասին է խոսքը եւ մեջ owner occupied է մոտ 6.375 այսօրվա պայմաններով, այսինքն ուրբաթ օրվան է։ Եթե մենք գումար քաշես cash out անես, բացի որ line of credit-ներ ունենք, բավականին շատ line of credit-ով զբաղված ենք, բայց եթե line of credit եք ուզում fix եք ուզում 6.375։ High balance-ը 800,000-ից 1,200,000 6.5%։
Սա P&L program-ն, այսինքն tax return չես տալի եւ մենակ profit and loss ես տալի, եթե քո անձնական բիզնեսը ունես, եւ interest only է միայն տոկոսն ես տալի, այսինքն payment-ը այնքան է իջնում, որ ժամանակավոր, եթե պետք ունես payment-ի շունչ առնելու համար եւ tax return-ել չունես, this is a great program to approach 6.875 point-ով profit and loss program, no tax returns եւ interest only program-ների մասին այսի հոյակապը եւ մինչեւ $2 միլիոն նույն տոկոսով է։ Եթե created վատ է 620-ը created եւ FHL-ն ես ուզում 80% հարաբերության կարող ես FHS ստանաս։ Մենք քիչ արագացնեմ, ուրեմն այսի buy down program-ն է, որ եթե ուզում ես տոկոսդ իջացնես 2-1 buy down-ով 6.5% փոխարեն ելնի, մենք կարող ենք ձեր համար ներողություն negotiate անել 4.5 առաջի տարին, 5.5 երկրորդ տարին եւ նոր 6.5 երրորդ տարին, այսինքն դու 3 տարի ժամանակ ունես փոխարեն այսօր 6.5-ով սկսես, եթե 1 միլիոնով տուն ես առնում 20% down payment, փոխարեն այսօր 6.5%-ով սկսես, կարող ես 4.5-ով սկսես, 2% ավելի քիչ առաջի տարին 5.5 այս 2 տարվա ընթացքին եթե տոկոսները ընդհանուր շուկային իջավ 5.5-ի կամ 4.5-ի այն ժամանակ refinance-ով ֆիքսացնենք էլ 6.5-ի չես հասնի so it's a starting point this program-ի համար հոյակապը 3% կանխավճարով Fannie Mae կողմից first time home buyer-ի համար 6.375 10% կանխավճարով 6.375 20% կանխավճարով նույնը 25 տարվա ֆիքսն է, մի քիչ արագացնեմ 15 տարվանը եւ 10 տարվանը։ High balance-ները 5-10% կանխավճարի վաճառ պայմանով 6.5 1 point-ով 20% down payment-ով 6.5 25 տարվանը 20 տարվանը 15 տարվանը։ FHA-ները որ ամենս minimum down payment-ով եթե եկամուտի կամ credit-ի հարց ունեք կարող եք ստանալ 5.75 3.5% միայն կանխավճարով high balance-ները որ ելնում է 800-6000 1.200,000 5.75 Եթե FHA loan ունեք արդեն FHA-ից ներկայացակ FHA առանց եկամուտի թուղթ ցույց տալու, առանց credit ցույց տալու, առանց գումար վճարելու կարող եք refinance անել ձեր համար։ Սա ջամբոներն են հոյակապ են այս full DAC-ի պարագայում է 6.375, բայց էսի profit and loss program առանց tax return-ի, առանց bank statement-ի, no tax return-ով interest only ես կարող վճարես 6.875 մինչև $2 միլիոն։ Սա նորեն no tax return, բայց bank statement program-ը 12 ամսվա bank statement-ները տալով մենք կարող ենք եկամուտը հաշվենք 6.375 Հիմա այսի bank statement program, no tax return եւ interest only շատ հաճախորդ ունենք 6.5%-ը։ Սա էլ մեր line of credit-ները, հիլակները հոյակապ։ Ուրեմն այդքան կարևոր լուրը որ ուզում ասեմ ձեզի։ Ինչպես միշտ հիշեցել եմ մեծամասնություն ծախողները իրանց համար իրանց տան արժեքը կարծում են որ շատ biased են եւ տան արժեքները շաբաթական եւ ամսական կարող է shift լինի։ Այսինքն մի բան որ ծախվել է 3 ամիս առաջ հարևանը ծախերը եւ գաս ասես մասը ինչ հարևանը ծախերը այս տունս 1 միլիոն օրինակ եմ ասում իմս էլ կարժի 1 միլիոն բայց այն օրվանից բաները փոխվել մկուն կարժի 950,000 օրինակ կամ 1 միլիոն 100,000 հակառակն էլ կա բայց դժբախտաբար շատերը ճիշտ listing չեն անում այլ պատճառներով կամ չեն իմանում կամ desperate են կամ չեն ուզում վաճառողին մերժեն նեղացնեն listing-ը չեն ուզում կորցնեն փոխան ճիշտ բացատրեն եւ դասավանդեն վաճառողի որ ինչու եւ այլն այլ պատճառներով չեն անում բայց երբ որ չես անում եւ հետո ծախելուց արժեքը drop ես անում իջացնում ես կամ listing-ով ես իջացնում կամ offer-ը քիչ է գալի ընդունում ես so dropping the sales price խանգարում է ընդամեն այդ քո հարևանության այդ քո շրջանիդ այսինքն your neighborhood սպանում ես
որովհետև appraisal-ը, որ այդում է տունը appraisal-անի, երբ որ ուրիշ տուն է ուզում վաճառվի եւ տեսնում է էսի արժեքը drop արել, comparable-ը, որ օգտագործում է, ամենաս քիչն է օգտագործելու։ Եթե տեսնում է, որ 6 հատ տուն է ծախվել 1 միլիոնով, բայց 3 հատը ծախվել է 950-ով, ինքը այդ 950-ն է օգտագործում, ոչ թե 1 միլիոնը։ So ապակա property value-ները այդ շրջանինը, այդ թաղամասինը ընդանք որ drop են անում, appraisal-ը եւ բանկան չի ասում դու սխալ լիստար է, ճիշտ է ծախե։ Իրանք այդ չեն տեսնում։ Իրանք տեսնում են որ դու արժեքը 10% drop արար, 5% drop արար։ Ուրեմն when you drop the value արժեքները market-ը եւ այդ neighborhood-ը եւ այդ շուկան եւ այդ թաղամասը փչացնում ես։ Եվ ինքը broker-ի համար էլ, այդ agent-ի համար էլ լավ չի, որտեղ եթե տեղում ուզում բիզնես անի, ինքը իր բիզնեսին փչացնում է։ Չենք ասում զորով բարձր պահի։ Ինչ որ այդ ամսվա, այդ շաբաթվա, այդ ամսվա շուկայական արժեքը է դա։ Շո արժեքները ավելի իջացնում է, որովհետև մյուս առնողը, որ են դրա 1 միլիոն լիստանում, ես չեմ արենի 1 միլիոն, այսի 1 միլիոն էր 900-ով ծախավ։ Հիմա չի ասում, այս տուն actually 900-անոց էր 900 ծախված, ու չէ, 100-ը drop արին էլ 100-ը քիչ գրի։ Տեսնում եք ինչպես է ազդում, որտեղ ոչ ոք չի մանում մանրամասը, եւ ոչ պետք է չի գրվում մանրամասը, եւ ոչ ոք չի ուսումնասիրելու մանրամասը։ So appraiser-ների եւ բանկերի համար lender-ները մենք քանի անգամ շուկայի մեջ ասեմ նորեն 34 տարի ես ֆինանսավորման գործի մեջ եմ ունեցել ենք տարիներ, որ appraisal-ը մեր թիվ 1 խնդիրն էր տուն առնողի համար, որտեղ առնում են appraisal-ը այդում էր ասում ոչ, խփում էր արժեքի գլխի, որտեղ այդ շուկայի մեջ էինք, որ իջման վրա էր, եւ իջման վրա էր ոչ թե արժեքներն էր, այն ժամանակ այո, մենք անգամ ունեցել ենք, որ ընդհանրապես արժեքները իջնում էր, բայց մի հատ էլ կա, որ ժողովուրդն են իջացնում այլ պատճառներով, ինչպես ասեմ, սխալ listing վերցնելով։ So մեծ խնդրեմա մեկ կորցնելու ես քո equity-ները հարևաններին են, նույնիսկ քոնը, որտեղ դու այդ վաճառես, եթե ուրիշ ես առնելու, մյուս շուկայում են նույն բանն այլնելու քո համար։ Հակասես ինչ լավ ես արժան կառնեմ, հա, բայց դու ինքդ equity-դ սպանում ես։ So պետք է զգու եւ հարևաններով պետք է նայեք ինչա լիստելնում եւ եթե սխալ արժեքներով է լիստել է, կարող եք բողոք ներկայացնել գետակ խոսակ բրոկերի հետ էջենսիների որ անկերես ես տունդ օրինակ 1 միլիոն կարժի ինչու ես դրել 3 միլիոն դոլար։ Օրինակ չեմ ասում փոքր բաներով, բայց ինչպես միշտ հիմա ուզում եմ լիստինգները ցույց տամ, ինչպես միշտ ձեզի ասել եմ, կարևոր չի տան արժեքը, այսինքն կարևոր չի եթե 2 միլիոնա լիստար է հիմա իջացավ 1 միլիոն 800-ի կամ 5 միլիոնա լիստար է շատ թանկ է։ Կարևոր ինչպես միշտ հիշացել եմ price per square feet, կարևոր է դա։ Եթե շուկայում ասում ես օրինակ եմ ասում, Լաքանիադա price per square feet-ը $900-ից $1100 է։ Եթե price per square feet-ը Լաքանիադում տեսնում ենք $750, that's a great deal։ Հիմա կարող է լինի 5 միլիոնանոց տուն, բայց price per square նորեն կապ ունի վիճակին եւ այլն, այդտեղ մեր մասնագետությունն է, որ ասում ենք շատ մանրամես մանսեր կա պետք է զբաղվենք, բայց նորեն այդ կապ ունի չէ։ Մենք ում լիստինգները արագ ցույց տամ, շատ ժամանակ չունենք, մեկ քանիս արագ նայենք, որ հետո ես բայց price per square feet-ը էլ կարևոր է այդ թաղամասի համար։ Շո մենք նայենք լիստինգները խնդրում։ Առաջինը Glendale-ում է 2 ննջասենյակ 2 լվացարան 1082 square feet $360 Homeowners Association-ը, semi remodeled-ած է, բայց նայեք price per square feet $525, այս տունի համար այս արժեքն է ստեղում 569, ամեն մարդ կարող առնի, it's affordable, 525-ը մեկ քիչ too much է կարծեմ այս շենքի ու այս արժեքի համար, բայց because 569-ը affordable է, բավականին հետաքրքրողներ կելնեն։ Չես որ 3 ննջասենյակ 2 լվացարան, այսինքն իր private դուռը ունի դուսից 1288 square feet, high ceiling-ը, մեծ է, սրտաբաց է, $698 Homeowners Association-ը, մաքուր remodeled-ած է, $457 per square feet։ Էսա կարևոր է, թիվը
$589,000 եւ մեծ բակնել ունի, բայց տեսնում ենք մի քիչ հեռանում եք եւ private garage-ով մի քիչ հեռանում եք ինչքան մեծ տարբերություն անում արժեքի վրա։ Silmar 3 նինջասենյակ 3 լվացարան նորեն ջոգ դուր ունի, հոթելի նման չի, 1425 square feet է townhouse-ը, $360 homeowners association-ը, նորեն $420 per square feet, Եսի within the average normal California համար $599,000, բայց նորեն 420 ինձ ավելի կարևոր է, քան թե $599,000։ Շատ կարևոր է ինչ եք նայում price per square feet։ Օրինակ Toluca Lake 2 bedroom 2 bath 1024 square feet Toluca Lake-ում $585 per square feet it's a great deal։ Շատ լավ վիճակ։ Հիմա տունի վիճակը ինչա նայում եմ there's nothing wrong with it։ Բավական high ceiling-ներ ունի, խոհանոցներ, bathroom-ները լավ վիճակին է, washer dryer hookup ունի։ I don't see anything wrong with this house for $585 listed per square feet, but always a good price, good listing price. Simi Valley 2 նինջասենյակ 2 լվացան, տունի նման է, ինչպես տեսնում ես, ջոգ իր entrance ունի 1156 square feet-ը, բայց մեծ է, մաքուր է, սրտաբաց է, $380 միան homeowner association-ը, $527 Simi Valley համար I think is too high. $527 is too high, բայց ինչպես է offset անում, որտեղ 380-ը շատ քիչ է, private garage ունենալը մեծ դեր է կատարում, բայց 610,000 շատերը կարող են այսքանով payment տան, դա հարցը, that's why 527-ը։ Pasadena 2 նինջասենյակ 3 լվացարան 1870 square feet տունի մեծությունն է, $477 homeowner association-ը, $1,100,000, բայց who cares $1,100,000, առաջինը շատ լավ location-ը, Colorado-ի այդ prime տեղից մի բլոկ էսկոա, $588 per square feet Pasadena-ում այս վիճակի տուն, այդ location-ում, այդ թաղամասում, այդ homeowners association-ով it's a great price, so $1,100,000 ինձ կարևոր չի, 588-ն է ինձ կարևոր, բարձելավ ինչպես եք տուն մանգալի, Westwood, սա UCLA-ից շատ մոտիկ է, եթե UCLA աշակերտներն են գեղեցիկ է, ուզում եք ձեր երեխաները մնան այս տան մեջ, երբ որ UCLA-ում ավարտում են, ինչ luxury է, ինչու ոչ, 2 bedroom 3 bath կարող է roommate-ներ ունենան, 4 roommate միասին մնան, ամեն նինջասենյակը 2 կարող են մնան, բայց նորեն $590 per square feet Westwood, $600 homeowner association, 2000 square feet տունի մեծությունը, you can't go wrong, նայից սիրուն նստելու տեղել ունի, fantastic, որ ծնողները կարող եք վիզիտ անեք ձեր երեխաներին, եթե UCLA են այդու։ Տեսեմ ժամանակ ունենք Silmar 3 նինջասենյակ 2 տուներն են, հողով տուն են, 1533 square feet տունի մեծությունն է, 8700 square feet հողամասի մեծությունն է, մաքուր է, it's not a bad condition, այսինքն կարող ես as is փոխադրվես եւ ապրես, $850,000 asking price նորեն կարևոր չի asking price ինչը կարևորը $554-ն է, ինչպես տեսնում եք, Silmar-ի համար մեկի շատ է $554, I think it's a little too high, բայց որովհետև այս բոլոր առավելությունները ունի, փուլը, բակը, տունի մեծությունը, վիճակը, մարդիկ կարող ասեն, նայ, ես ինձ ասի 800,000, այդ 50,000-ի համար չի արժի, ես կորցնեմ այս chance-ը։ Silmar 3 նինջասենյակ 2 լվացարան 1835 square feet տունի մեծությունն է, 11,000 հողամասի մեծությունն է, asking price նորեն $544, ես կարծեմ մեկ is too high, $1 million asking price-ն է, տունի վիճակը ճիշտ է, արեր են, բայց այդքան նորեն բաներ պետք է անեն, մեմաս տեղեր կա recess light ունի, մեմաս տեղեր կա չունի, բայց overall $1 million $544 per square feet ճիշտ է, հողը մեծ է, բայց փուլ չունես, պետք է դու անես, so I don't know, I think it's a little too high։ Northridge 3 նինջասենյակ 2 լվացարան 1700 square feet տունի մեծությունն է, 7600 square feet հողամասի մեծությունն է, ներսը no questions asked, recess light-երը, խոհանոցը, գետինները, մանրատախտակները, everything is done nicely, շատ սիրուն ճաշակով արեն, չկամ ես ինչու նինջասենյակները recess light չեն անում եւ մենք շանդելիր են կախում, կենանք էլ տնի, բայց $588 per square feet Northridge-ում եւ բակը փոքր է, ճիշտ է հողը մեծ է, բայց բակը փոքր է,
I think 1 million is too much for that property. It definitely արժեքը drop կանի։ Լակրասենտը 3 ննջասենյակ 2 լվացարան շատ լավ թաղամասում է լակրասենտայինը 1783 square feet մեծությունն է, carpet-ը կը փոխվի գետիները հինա 8600 հողամասի մեծությունն է, so մեկ չին, ինչպես ասում են, ձեռքաշել ունի։ $757 per square feet լակրասենտայի համար it's a great price, $1,350,000 asking price, this is fantastic price, որպես այդ արժեքը կարծում եմ ժամանակը չի ներում ինձի նորեն լակրասենտա 5 ննջասենյակ 3 լվացարան 2500 square feet տունի մեծությունն է 7500 հողամասի մեծությունն է $638 per square feet 1,600,000 կարևոր չի 638-ն it's a great price լայն վիճակն է այդ տունին is fantastic $638 a square feet լակրասենտը որը գճար է so this is priced right 1.6 նորեն it's irrelevant it's անիմաստ է ինչպես ասում են մատ Ferrari չափսի ինչա մատ Suburban-ի չափսի ինչա բայց արժեքի մեջ նայեք ինչքան տարբերություն կա փուլով տունա Ես չեմ զարմանա ավելի շատ էլ էթա maybe median 7-8 էլ էթա because it's great property Dana Point Tuna Homeowners Association-ի 3 ննջասենյակ 3 լվացարան 2000 square feet Dana Point դիմակ որ արդեն beach-ի մոտ Orange County favorite տեղն է Monarch Beach-ից քայլելով it's a walking distance to Monarch Beach $1,750,000 Dana Point-ում $888 այս վիճակի տուն որ տեսակ Dana Point այդ թաղամասում It's a great price, so fantastic. Pasadena, 3 ննջասենյակ 3 լվացարան gated community-ա, բայց տունը 39,000 միան քո տունի մեծությունն է, 2500 հողամասի տունի մեծությունն է, $777 Pasadena-ի այդ location-ում, այդ վիճակով 1,900,000 արժեքը չի կարևորը, կարևորը 777-ն է. Great property. Շատ կներեք ժամանակ ինձ չի ներում որ շարունակենք շնորհակալ եմ որ նայում եք եւ հարցումներ ունեք հեռարձայնեք ու շաբաթվա մեջ շուտ մինչեւ կիրակի a lot has changed մանավանդ pre-qualification եւ ձեզի ասեմ ձեզի guarantee անեմ ձեզի վստահացնեմ որ մենք էլ պատրաստ ենք մյուս տարի 2026-ին կարող է as early as September մյուս տարի բաց guarantee հեղափոխություն այլնելու թափելու են տուն առնելու վրա, so եթե սպասում եք, չես ուզում այդ ժամանակ առնես, մեզ նախագոնե պատրաստ ելնես, եթե ուզում ես էլ սպասես, պետք է qualification-ը, down payment-ը ամեն ինչի պատրաստ ելնես, կհանդիպենք ձեզ մյուս շաբաթ, տեսություն ես։